Բարև ձեզ, հարգելի լսողներ, ես այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ շատ կարևոր հարցի շուրջ։ Ընդհանրապես իմ պրակտիկայի ընթացքում շատ մարդիկ են ինձ դիմում, շատ մարդիկ են ինձ հարց տալիս, շատ մարդիկ են մոտենում, ովքեր չեն կարողանում իրենց անձնական կյանքը դասավորել, ովքեր չեն կարողանում գտնել իրենց տիեզերքի կեսին, թե տղամարդ, թե կին, կարևոր չէ, դա սեռի հետ կապված չէ։ Նույնիսկ լինում են մարդիկ, որ ամուսնացած են, նույնիսկ երեխաներ ունեն, բայց իրենք իրենց թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե մարմնապես նույնպես զգում են միայնակ։ Կուզենայի այսօր ձեզ հետ խոսել հենց միայնակության հարցի շուրջ, որտեղից է գալիս, ինչպիսի պայմաններ, ինչպիսի ախտանշաններ ունի, ինչպիսի պայմաններում է դա առաջ գալիս։ Ընդհանրապես ուզում եմ մի քիչ խոսել միայնակության մասին։ Ընդհանրապես, երբ որ ուսումնասիրում ես մեր ընդհանրապես համաշխարհային բանահյուսությունը, միշտ նկատում ես, որ բանահյուսությունում շատ մեծ տեղ է գտնում, երբ որ օրորտին աղջկան հանձնում են թևերին, ինչ որ կամ ջրի համար, կամ օդի համար, կամ քաղաքը բացվելու համար, հատկապես ջրի համար է գրված, հանձնում են թևին, վիշապին, հենց ծնողներն են հանձնում, ու այդ աղջիկը դուրս է գալիս, փրկվում է, երբ որ իրեն փրկում է ասպետը, զինվորը, թագավորի որդին, շատ բանահյուսություններում կա նման պատմվածքներ, լեգենդների տեսքով, հեքիաթների տեսքով, էպոսների տեսքով, ինչ որ ասվում է այդ բանահյուսության մեջ, դրանք սուտ չեն, դրանք ունեն հիմք, պատմական հիմք ունեն, որովհետև շատ դեպքերում հնուց եկած, երբ որ տեսել են, որ աղջիկը չի ամուսնանում, աղջիկա ճակատագիրը բախտը չի բացվում, աղջկան տվել են մենաստան, աղջկան շատ դեպքերում զոհ են մատուցել, որպեսզի այդ միայնակությունը համարել են ամոթ կարգավիճակ։ Հնուց եկած է, որ տղամարդիկ շատ հատուկ դեպքերում է, որ մնում են միայնակ, անկախ նրանից սիրուն են, սիրուն չեն, հիվանդ են, հաշմանդամ են, տղամարդիկ շատ քիչ դեպքերում են մնում միայնակ, կանայք շատ են մնացել միայնակ, որովհետև համ կանայք քիչ են եղել իրենց քանակությամբ, անդադ պատերազմներ, տղամարդկանց թիվը պակասել է, և կանանց միայնակություն լինելը, դա եղել է, միայնակ լինելը, դա եղել է դժբախտություն, տղամարդիկ կարողացել են իրենք ինչ-որ ձևով իրանց կենցաղը, իրանց առօրյան կազմակերպել, իսկ այն թվերին կին արմատը չի կարողացել աշխատի, չի կարողացել ինքը իրեն պահել, և վտանգավոր է եղել, որ վախենալու, սարսափելի, ենթագիտակցորեն, որ ինքը եթե չամուսնացավ, ինքը պիտի մնա իր հայրական տան մեջ, ծառայի կարգավիճակով, օգնե, էնե, դնե, իսկ կնոջ համար դա ամենավտանգավոր, ամենասարսափելի բանն է, չէ որ կինը ստեղծված է ամուսնության, ընտանիքի, բալիկներ ստեղծելու համար, բայց ինչ-ինչ պատճառներով, երբ որ կինը մնում է միայնակ, չի ամուսնանում, դա առաջներում եղել է շատ սարսափելի, որովհետև կինը չի կարողացել ոչ աշխատել, ինքը չի կարողացել ոչ մի ձևով իր սեփական կարիքները հոգալ։ Հիմա 21-րդ դարն է, հիմա ոչ մեկին ոչ մեկը չի հանձնում մենաստան, ոչ մեկին զոհ չեն տալիս, բայց միայնակության հարցը չի լուծվել, միայնակ են ոչ միայն կանայք, այլ միայնակ են նաև տղամարդիկ։ Կուզեմ բացատրեմ ինչն է պատճառը, որ նման կարգավիճակ է։
Առաջին հերթին դա հոգեբանական է, եւ որ տղամարդը կամ կինը արդեն գալիս են հասունացման ժամանակ եւ իրենց ընտանիքի մեջ իրանք այնցիվի պատկեր են տեսնում ամենական իրանք ծնողների հետ կատարված, որ իրենք վախենում են կատարել ամուսնանալ։ Ու երբ որ վախը մտնում է տղամարդու կնոջ հոգու մեջ, արդեն ամուսնության էներգիան իրանց սպառվում է։ Ինքնըստինքյան իրանք մնում են մենակ։ Բացի այդ կարգավիճակից շատ դեպքերում նման մարդկանց վրա ազդում են հոգեբանորեն նաև ծնողները։ Անկախ նրանից տղա է, անկախ նրանից աղջիկ է, ծնողները, հատկապես մայրը չի ցանկանում երեխային բաց թողնել։ Մայրը ընտրած տղայի ընտրածին կարող է անուն դնել, լավը չէ, այս պակաս է, դու ավելի լավի ես արժան, կամաց ցկում է տղայի ամուսնության ժամանակաշրջանը ու գալիս է ընձևի ժամանակ, որ արդեն այդ տղան էլ ոչ մեկի դուրը չի գալիս։ Ու ինքնըստինքյան այդ տղան մնում է տան մեջ ու մայրը շատ սուտ ցույց է տալիս, որ ինքը մտածում է, որ տղան չի ամուսնացել, բայց ընդհակառակը ինքը իր հոգու խորքում ուրախանում է, որ իրեն ծնած տղային չի տվել ուրիշի։ Դա մայրական խանդն է, կա այդցևի հոգեբանական կարգավիճակ, որ ծնողը չի ցանկանում իր զավակին կիսել մեկ ուրիշ կնոջ հետ։ Շատ դեպքերում, երբ որ հարց են բերում, այնպիսի պատրվակներ է ստեղծում, որ տղայի մայրը դառնում է ոնց որ մրցակից, անընդհատ բերում է նորից նույն ձևի կարգավիճակի մեջ, որ տան մեջը կինը լինում է ընկճված, կինը լինում է վիրավորված, կինը լինում է մեկուսացված, չգնահատված եւ նորից ամուսնությունը քանդվում է եւ տղան նորից մնում է մոր ձեռքի տակ եւ դա բերում է միայնակության։ Նույն ձև վարվում են նաև աղջիկ երեխաների հետ։ Շատ մայրեր անընդհատ փնովում են աղջիկների ընտրածներին։ Դու շատ ես արժան, անկախ նրանից ինչ տղամարդ կուզե լինի, ամբերից էլի շատ լինի հրեշտակի թևերով ոտքերն էլ ամբոտ, նման կանայք, նման մայրեր չեն ընդունում բացարձակապես այդ տղամարդու ներկայությունը իրենց աղջկա կողքին ու ամեն ձևով փնովում են, ամեն ձևով հասնում են այն կարգավիճակի, որ այդ ամուսնությունը չլինի։ Եթե ամուսնություն կա, ապա անպայման լինի բաժանություն։ Ու իրենք կամաց իրենց հաղթանակը տանում են ու աղջիկը մնում է իր մոտ, ցույց է տալիս, որ ինքը նեղեցած է, բայց հոգիպես երբ որ ստուգում ես, հասկանում ես, որ դա իր ցանկությունն է, որ կատարվել է։ Ինքը չի ցանկանում, որ իր աղջիկը իրենից հեռանա։ Եվ դա բերում է միայնակության կարգավիճակ։ Նույնիսկ շատ ծնողներ լինում է, որ աղջիկը ամուսնանում է, երեխա է ունենում, բաժանվում է այդ ընտանիքը, հետո մարդը նորից ցկտում է, ուզում է, որ իր ընտանիքը կազմի, մի անգամ փորձել ես, այն անգամ վատ եղավ, ում գնացիր հանդիպար, այս ազնվորությունը ավելի վատն է, դու կփոշմանես, երեխային նույնպես սկսում է դարձնել ծնողին դեմ, այդ տղամարդուն կամ հոր երկրորդ ընտրյալի դեմ, կնոջ դեմ, եւ նորից քայքայում չի թողնում, որ ընտանիք հասկացողությունը լինի, կապը լինի։ Սա միայնակության հոգեբանական կարգավիճակն է։ Կա նաև ենթագիտակցական կարգավիճակ, երբ որ անձնավորությունը գալիս է ինչ-որ բան ու կամ ինքը սխալություն է կատարում,
կանգնում է այն ձևի մարդու վրա, որ գիտեք ինչ, ոչ ինտելեկտով, ոչ հասարակական դիրքով, բացարձակապես ոչ տարիքային համապատասխանություն չկա, ու անընդհատ ստանում են մերժում, թե կինը, թե տղամարդը, հետագայում իրանք վախենում են որևէ մեկին դիմել, բայց երբեք իրենց նախասիրությունները չեն փոխում։ Տղամարդը սպասում է, որ իր ընտրածը պիտի լինի արքայադուստրի պես գեղեցիկ, կինն էլ սպասում է, որ իր ընտրածը պետք է լինի ասպետ սպիտակ ձիու վրա նստած։ Եվ քանի մարդը տարիքը մեծանում է, իրենց կրիտերիաները ավելի են բարձրանում, մարդը դառնում է ավելի քմահաճ, ու երբեք ոչ տղամարդն է հանդիպում արքայադուստրի, ոչ էլ կնոջ հետևից գալիս է սպիտակցի նստած ասպետը, մարդը պետք է ճիշտ ընտրություն կատարի, չմտածի մենակ թերությունները տեսնելով, ոչ մեկն էլ 100%-անոց չէ, պետք է մտածես, տեսնես, համակերպես, ու երբ որ կա ընդանուր եզրեր, ընդանուր մտածելակերպ, կարող ես նման անձնավորության հետ ձեր կապեք ձեր միությունը, բայց դա շատ դժվար է, եթե մարդը արդեն ենթագիտակցաբար դրել է իր կատեգորիաները, որ էս պիտի լինի, չեն գնում, որովհետև նման շկալայի մարդիկ, նման կալիբրի մարդիկ չկա, դա ուղղակի իրանց ենթագիտակցորեն պատկերած անձնավորություններ են, որոնք որ իրականությանը համապատասխան չեն։ Կա նաև միայնագության, ոնց որ ասում են, ազգատոմական ձև, շատ դեպքերում նաև ասում են ազգի վրա անեսք ասած հասկացողությունը, դա երբ է լինում, երբ որ ազգի մեջ կան մարդիկ, նախահայրեր, նախապապեր, ովքեր որ վատ արարքներ են գործել, եւ պապեր, եւ կանանց գիծը, վատ արարք գործել, դա ինչպես ես բացատրեմ, երբ որ կինը տանում է ուրիշի ամուսնուն, երեխաներին թողնում է որբ, դա բերում է անեսք այդ ընտանիքի վրա, այդ տոհմի վրա, այդ տոհմածառի վրա, երբ որ տղամարդը թողնում է մի կնոջ ընտանիք, երեխաներ հանդերձ եւ միանում է, առնում է ուրիշի, դա բերում է անեսք, բերում է նեգատիվ էներգիա նման տան վրա, երբ որ մարդը է սպանում, դա այժան դիմաց դիեզերքը նրա ազգը պատժում է, որպեսզի ամուսնություն չլինի, որպեսզի այդ ազգը առաջ չտա, ճուղ չտա, շատ դեպքերում, երբ որ ես դիագնոստիկա եմ անցկացնում ու տեսնում եմ, թե դա որտեղից է գալիս, ու զգում եմ, որ այդ ընտանիքի մեջ պտուղ ունենալը շատ դժվարություն է, զավակներ չեն ծնվում այդ տան մեջ, հիվանդություններ են լինում հատկապես կանանց օրգանների հետ եւ տղամարդկանց սեռական օրգանների ու երիկանների հետ, նայած ինչ ձևի է այդ էներգիան ազդում, բայց հիմնական երբ որ սիրային չակրան է փակված, ազդում է այդ օրգան համակարգի այդ մասերի վրա, շատ դեպքերում երբ որ պատմություններ ես ուսումնասիրում, շատ հին դինաստիաներ, որոնք հարուստ են եղել, բայց զբաղվել են պատերազմներով կամ զբաղվել են պալատական ինտրիգաներով, իրան ձեռքերը անընդհատ այրունոտ է, այդ մարդկանց ազգը փակվում է, իսկ ազգը փակվում է ինչ ձևի, տղամարդը չի ամուսնանում, կինարմատը չի ամուսնանում, ինքնըստինքյան ազգը տոհմը մահանում է, գալիս է տոհմի մահացում, անեսքը դա այն ձևի բան է, որ 7 տարի գնում է, 7 սերունդ գնում է, փոխանցվում է ու քանի գնում է ավելի վատ ձևով, ավելի սարսափելի ու քանդող ձևով է գնում, լինում է նաև դեպքեր, երբ որ մարդը անկախ նրանից տղամարդ է, կինարմատ է, իրանք նվիրվում են կարիերայի,
Ընդհանրապես, երբ որ նկատում եք մեծ կարիերա ստեղծող անձնավորությունը տղամարդ կամ կին, իրանք չեն կարողանում գտնել իրանց կեսին, իրենց կարիերան հասնում են հենց կարիերայի պիկին այն ժամանակ, երբ որ իրենք միայնակ են։ Ինչն է դրա պատճառը։ Ընդհանրապես ամեն ինչն էլ, ընտանիքներ, սերներ, սեքսուալնի կյանքներ, սեռական կյանքներ, դրանք էներգիա են։ Կարիերան էլ, եթե մարդը նվագում է, երգում է, կամ դերասան է, կամ տակագործ է, արվեստագետ է, կամ լավ բիզնեսմեն է, իրենք ավելի շատ իրենց էներգիան ներդնում են իրենց գործին, իրենց սիրած արվեստին, իրենց սիրած արվեստի բնագավառին։ Ու նման մարդիկ ի վիճակի չեն լինում արդեն գտնել իրենց էներգիա, կարողանան կիսել իրենց կեսի հետ, ու իրենք նույնպես մնում են միայնակ մենակության կարգավիճակի մեջ։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում նման կարգավիճակով, որ երբ որ արդեն մարդը հասկանում է, որ իր կարիերի ռոստը ինքը կարիերայով բարձրացել է, ինքը արդեն պիտի կարողանա իր առաջխաղացման էներգիայից մի քիչ էլ կիսի սեռական էներգիային, ընտանիքի էներգիային, սիրո էներգիային, այդ դեպքում արդեն ինքը կգտնի իրեն տիեզերական կեսին։ Շատ դեպքերում հիմա 21-րդ դար է, մարդիկ երբ որ կայացած են լինում, իրանք արդեն չեն մտածում միայնակության մասին, որովհետև մնացած էներգիան իրեն լուծումը գտնում է կողքից, իրենք օրինական ընտանիք չեն կազմում, թե կանայք, թե տղամարդիկ, բայց դա նույնպես վտանգավոր կարգավիճակ է, դա նույնպես սխալ քայլ է, նման ազնվորության մեջ շատ դեպքերում մոտ երեխա չի ծնվում, որովհետև անօրինական կապի մեջ ոչ մեկը չի ուզում զավակներ ունենալ, եւ դա ինքնըստինքյան նույնպես բերում է տոհմի ազգի ավարտ։ Պետք է իմանաք ինչն է պատճառը միայնակության։ Շատ դեպքերում մարդիկ գալիս են, ասում են մեր վրա թուղթուգիր է արված, որ ես չամուսնանամ, երբ որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ թուղթուգիր չկա, բայց կա այդ նեգատիվ էներգիան, որ գալիս է ծնողներից, ծնողների անեծքից, կա ազգի մեջ կատարած վատ գործողություններ, որ այդ ազնվորության մոտ փակել է անձնական ընթացքը, որպեսզի ազգը առաջ չտա։ Չնայած կան նաև դեպքեր, որ հատուկ կատարված են թուղթուգրեր, բայց դրանք շատ հազվադեպ են հանդիպում, որովհետև եթե թուղթուգիր պիտի անեք, առաջ հերթին դա շատ մեծ գումար է, երկրորդ հերթին այդ անձնավորությունը պետք է այնպես ատել ազնվորությանը կամ իր երեխաներին, որ գտնել այն ձևի ուժ ունեցող ազնվորություն, մասնագետ, որը կարողանա այդ նեգատիվ, այդ բացասական էներգիան ուղղորդել տվյալ անձնավորության վրա, որ նրանք չամուսնանան։ Իմ պրակտիկայում ես հասկանում եմ շատ հազվադեպ են, որ հենց իմինը բաժանությունը հենց կապված է թուղթուգրի պատճառով, դա հազվադեպ է լինում։ Ավելի շատ ցույց է տալիս հոգեբանականը, երթագիտակցականը, որ փակում է, եւ ազգի վրայի կատարված ազգից վրա անեծքը։ Մարդը պետք է մտածե իր սերունդների մասին, չմտածե սրա կնոջը կամ նրա ամուսնուն տանելով ինքը լավություն է անում, չէ, իր սերունդը դրա համար պիտի պատասխան տա, երբ որ էներգիայի ամեն կա, էներգիայի փոխակերպում կա, ուրիշից էներգիա խնելով դու պետք է ատաչը տաս։ Ընդհանրապես մտածեք ձեր կատարած բոլոր գործողությունների մասին, ճիշտ կատարեք,
ճիշտ ընտրություն կատարեք, երբեք աչքի եք մի դրեք ուրիշի կնոջը կամ ուրիշի տղամարդու սպանություն, շատ դեպքերում, երբ որ տեսնում ես, որ կան շատ մեծահարուստ մարդիկ, մեծահարուստ դինաստիայի անձնավորություններ, որ իրենք միայնակ են, իրենք ոսկել ունեն, թագել ունեն, պաշտոնել ունեն, լավաբարանքներ, բայց միայնակ են։ Դա հենց պատճառն է, որ պատգործողություններ է կատարված այդ դինաստիայի նախապապերը, անընդհատ սպանություններ, բռնաբարություններ, մանկապղծություններ, դե իհարկե նույնիսկ Աստվածաշնչի մեջ է գրված, որ քու արած արարքի համար պատասխան է տալիս քո սերունդը, պատասխան է տալիս միայնակությամբ, որպեսզի այդ ազգը առաջ չգնա։ Շատ դեպքերում մեր մարդիկ կարծում են, որ միայնակ են միայն այն մարդիկ, ովքեր ունեն տգեղ դեմք, հիվանդ են, չէ, դա շատ թյուր կարծիք է, կարող է եւ շատ գեղեցիկ լինեն, շատ խելացի լինեն, կայացած ազնվորություններ լինեն, բայց իրենք չկարողանան, հենց այդ պատճառով, այդ նեգատիվի պատճառով իրենք չկարողանան իրենց կյանքը ճիշտ դրսևորեն եւ իրենց համապատասխան կեսին գտնեն։ Շատ դեպքերում մարդիկ միայնակ են լինում նաեւ ամուսնացած կարգավիճակով, հատկապես երբ որ այդ ազգի վրա կա անեզք, դա թղթի վրա շտամբը կա, նույնիսկ եկեղեցով պսակ կա, նույնիսկ կարող են այդ տղամարդն ու կին արմատը իրար հետ նույն անկողնու մեջ քնել, բայց իրենք իրար հետ հարաբերություն չեն ունենում, ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական, ամեն մեկը իրենց միայնակ են զգում։ Շատ եւ տղամարդիկ եւ կանայք իրենք իրենց դժվարությունը բերը միշտ մենակ են տանում, ոչ տղամարդն է գտնում իր կեսի մեջ իրեն հասկացող անձնավորություն, ոչ կինն է գտնում իր կեսի իր տղամարդու հետ, ոչ տղամարդկային ուժ, տղամարդկային ձեռ, դա ավելի վատ միայնակություն է, երբ ոնց որ ժողովուրդն է ասում կա ու չկա, հայ նման կարգավիճակ է։ Ինչ պետք է անել, պետք է անպայման դիագնոստիկա անել, մասնագետը հասկանա, որտեղից է գալիս միայնակության այդ կարգավիճակը, արդեն երբ որ դիագնոստիկան կա, արդեն պետք է մաքրի այդ նեգատիվ էներգիան, թելերը, որոնք որ մարդուն գցել են ճահիճի մեջ, մաքրելուց հետո պետք է բացի, թե կնոջ, թե տղամարդու սեքսուալ էներգիան, որովհետև նման կարգավիճակով խեղդված է սեքսուալ էներգիան, ինքը կորցնում է իր հաճելի լինելը, գրավիչ լինելը, դա նույնպես պետք է բացվի, որպեսզի արագանանա տիեզերքի կեսին գտնելու կարգավիճակը։ Տիեզերքով ոչ մի անձնավորություն առանց կեսի չէ, առանց կողածի չէ, տված է տղամարդ, տված է կին արմատ եւ իրանք պետք է միանան, ընտանիք կազմեն, բարիքներ ունենան։ Եթե այդ կարգավիճակը շեղվում է, ուրեմն կան բացասական էներգիաներ, հոգեբանորեն, ենթագիտակցորեն եւ մոգական։ Այս կանը հաջողություն, ստեսություն։